Հանրային դասախոսությունների շարքը շարունակվում է, այսօր մեր հյուրը Փարիզ Սորբոն համալսարանի պրոֆեսոր Արմեն Կլոդմուտական է, հանրածանոթ բոլորի տատելով ակտիվությունից։ Ուրեմն Արմենի զեկուցման թեման հայոց առնչություններն է Սուրբ քաղաքի հետ, Տերյաստանօրինականացի հետ, որ հազարամյակների պատմություն ունի, բազմակողմանիորեն։ Լսենք Արմենին, աշխատեք սովորական ռեժիմով, ելույթ, դասախոսություն, հարցեր, միկրոֆոններ կան եւ ելույթներ եթե կլինեն։ Համեցեք մնալ։ Շատ շնորհակալություն, շատ ուրախ եմ միշտ այստեղ ելույթ ունենալ եւ միշտ բավարարիչ է այդպես բազմություն տեսնել եւ ուրախ եմ որ այդ նյութը ոգևոր է իսկապես հագարակ որ Երուսաղեմը բավական հերու է Հայաստանեն միշտ այդպես ասենք 4 տարի սկսյալ միշտ շատ սերմ հայրենություններ կար եւ հայու ոգին համար միշտ Երուսաղեմը հadouk բան է, հadouk քաղաքը, հadouk իմաստ ուներ։ Մյուս հանգամանքը այն է, որ հիմա դեռ ոչ թե հայություն շատ քիչ մնաց Երուսաղեմ, բայց հայկական տաղամասը կա դեռ եւ ակին հարստություն, մշակութային հարստություն կա։ Ուրեմն հիմա դեռ հազիվ 1000 հայ չի մնաց Երուսաղեմ, բայց օրինակ մեկ բաց կա, որ նորեն խոսիգատոր մասին, այդ ծրագրա հավաքայլուն մատեանդարան են, հետո ամենահարուստն է։ Մեկ օրինակ դամ, աշխարհի մեջ 7 տորոսին ծրագիր կան, 400 Երուսաղեմ են, 7-ի վրա, այսինքն կեսել ավելի։ Ուրեմն շատ մեծ կանց մնե հայ մշակույթի համար Երուսաղեմը, եւ պետք է միշտ աշխատենք այդ վայրել եւ օգտագործել հագարակ քաղաքական դժվարություններուն։ Ուրեմն ասիկա հին քաղաքի Երուսաղեմի հին քաղաքի հալակից է որ 4 պաշտոնված է, че սա ուրեմն հրեական տաղամասը, մահմեդական տաղամասը, քրիստոնյա գոչված տաղամասը եւ հայարան տաղամասը։ Այն տաղամասը մոտավորապես 1/6 է, որը իհարկե հայկական վրաշության պահտատման հսկա բան է, տարածություն, չէ։ Ուրեմն երբ որ քրիստոնյա անունը այդպես քրիստոնյա տաղամաս է, քրիստոնյաս է ոչ հայ քրիստոնյաները, հիմնապես հույները ասենք, բայց նաև հոպտիներ, ասորիներ եւ այլն։ Եվ ուրեմն բայց եւ նաեւ սա ուրեմն հին քաղաքին բարիստներ են, բարիստեն դուրսալ հայերը ունին մեկ հատ իրենց կերեզմանը եւ մեկ հատ սուրբ եկեղեցի մնալ։ Եվ ուրիշ գալվածներ ունին ասենք նոր քաղաքին մեջ։ Ավասիկ ուրեմն ուրիշ դաստեր նաեւ ավելի լավ կտեսնվի հին քաղաքը, այսինքն հայկական տաղամասը, այստեղ ուրեմն քերեզմանը բարիստերին դուրս, սա ուրեմն Սիոն անունով փլուրն է եւ գոչվի այսպես Սիոն փլուրը։ Սիոն փլուրի վրա է իհարկե ամենակարևոր շենքը այդ Սուրբ Հակոբյանց դաջարն է, որը շատ երկար պատմություն ունի եւ շատ երկար գրիվներու պատմություն ունի, եթե գուտեք ավելի մանրամասը Պավլիկը դեզի կպատմե ինձ մեջ ավելի լավ այդ գրիվներու մասին։ Նորեն սա ուրեմն հայկական տաղամասը, այստեղ Սուրբ Հակոբյանց, այստեղ փողը Սուրբ Տորոս եկեղեցին է, որը ծրակադունն է հիմա, որը ծրակիրները այդ Սուրբ Տորոս եկեղեցին մեջ պահված են, եւ Սուրբ Հակոբյանցը անան մատուրներ ունի, եւ այստեղ տանկարան մնե, Մարտիկյան տանկարան, որը դժպատաբար փակ է, որտեղ բավական հարուստ տանկարան է, այս փակ է, որտեղ վիճակը շատ ողորմելի վիճակի մեջ է եւ փող չի գա վերանորոգելու համար։ Դժպատաբար այդպես է։ Գրատարան մնալ գա,
Գյուլբենկյան կրատարանը, որ բավական հարուստ է, բայց իհարկե մեծ հարստություն է, ինչպես 3-4 հազար ծրագիրներ են, որ սուբտորոս մադուրին մեջ պահված են։ Ուրեմն, երբ է հայկական ներկայացումը, ինչ ավացույց ունենք հայկական ներկայացման այդ Երուսաղեմի մեջ։ Ուրեմն, սա համարվի, բայց ուժատություն վստահ չէ, Մեկած ուրեմն ինչպես տեսեք հունարեն արձանագրություն մնե ցիտերիներու փլուրի վրա, ցիտերիներու փլուրը որ քիչմը դուրս է քաղաքեն եւ հունարեն է եւ ուրեմն հայոց վանքիմը վերապերյալ։ Ուրեմն շատերը գսեն քանի որ հունարեն է, ուրեմն հայոց դարերու քյուրեն առաջ գելա։ Եթե ոչ հայերեն գելա։ Ուրեմն պետք է չորրորդ տարը, բայց իհարկե սա աբասուս չէ, այսինքն վարգած մնե, սա գրնա լար ամենահին աբացույցը հայկական ներկայության ասարակությունը, բայց ուրիշ վարգած մգա գրնա նաև հայ կաղկեդոնական վանք մըլա և ատոր համար հունարեն գրված լա և ոչ հայերեն և այնտեղ հայերի ավելի ուշ, սա ուրիշ աբացույց չի գա Սա ավելի ճշգրիտ աբացույց մնե գաբերը մասի Մակարիոս հույն բադրիարքը, որ կգրե հայոց կաթողիկոսի նամակը։ Դիգոն ասել է, որ արդեն առնչություններ կային։ Ասիկա քիչ փոխտոց գոչված հավաքածուի մեջ վերադառնալված նամակն է, որ արդեն 4-րդ տարը, սա շուրջ 330։ Ուրեմն արդեն կաբերը գային այդ ժամանակ։ Այստեղ ալ, ուրեմն ավելի ճշգրիտ է սա, Գրիգոր Արզրումյան ունով, ուրեմն հայ հոգևորական մնե, որ Երուսաղեմ էր արդեն, սա մոտավորապես ավելի ուժ է 560 շուրջը, և ինքը կբատմե հայոց տեմ հարազանքները հույներու գողմեն Հուստինյանոս գայսերի ժամանակը։ Ուրեմն պաղաղան արդեն պաղաղան մեծ հայ կաղուտ պետք է լա, կանի որ ուղագի, բարզ է, եթե կհարացեն, ուրեմն մարդ կա, չէ, պաղաղան ատխալազանքներու մասին, և արդեն ատխալազանքներու մասին ուրիշ վկայություններ աղունինք, Հուստինյանոս գայսերի ժամանակը, ուրեմն սա արդեն 6-րդ տարն է։ Եվ ամենանշանավոր կրությունը այդ ցանգմն է, Անաստազ անունով վարտաբետմը, որը ցանգմը ունի տատ 70 հայոց վանք է Երուսաղեմի մեջ։ Քանի որ ծրագիրներ կան, այս ծրագիրը Վենեդիգ բախված ծրագիրն է։ Մատենադարան ալգա, Վիեննա ալգա, քանի որ բայց բոլորը ուշ ծրագիրներ են։ Եվ ընդանրապես համարվեց 7-րդ տարը։ Բայց հիմա կարծես է հանալ Պավլիկն կրեզալու մասին, որ նույնիսկ ավելի վաղ գնալ լանը, գնան նույնիսկ 6-րդ տարը լանը։ Ամենայն տևս սա, ուրեմն Անաստազի ցանգը կգոչվի, և սա ուղղակի կնկարագրե բոլոր, այսինքն մեկ այդ 70 վանք է, որ հսկապան մն արդեն։ Իր այդ ծրագրի վերջը, այսինքն քրության ավարտը, երբ որ այդ վեճացուց նկարագրությունը, քրություն մգա, որ նույնպես հույներու գողմ է հարազանքներու մասին գողոսում։ Սա ընկծված մասն է։ Որ ուրեմն սա ուրիշ վկայություն է, որ այդ հայերը հույներու գողմ են պավաղան դարաբանք գրեցին։ Սա Անաստազի ցանգին վերջին մասն է։ Ուրեմն 6-7-րդ տարս են։ Եվ ուրիշ վկայություն կա շատ ավելի ծանոթ, սա խոճապագիներն են, մոզաիկները։ Ուրեմն սա 19-րդ տարու վերջերը սկսյալ, ետևի 5 այդպես կեդիններ մոզաիկով հանձնաբերեցին և հայկական քրությունով։ Դժբախտաբար ոչ մեկը թվական չի գրել, բայց ասենք դարերը վերլուծելով մասնակետները մոտավորապես ադալ 6-7-րդ տարում այդ մոզաիկները։
շատ լվավորիչ են, կարագեն մի քիչ դուրս են, բայց տեսա իսկապես շատ լվավորիչ է, ուրեմն քանի մոտ նկարներ ցույց տամ այդ մոզաիկներ են, ասիագա, ասիագայի շուկերը եւ ինչ լավ պահպանված է, որտեղ կետնիդագ է ինչ է, այդ ապերտեսան եւ ուրեմն շատ լավ պահպանված են, այդ է կրությունները այստեղ նորեն թրջուններ, կրություններ, մեկ ադե ասիգա ցիտենիներու լրան վրա ռուսական ուղապար վանք մգա, անոր մեջ է, ասիգա, այդեք այո ասալ, նույնը, այգան կրությունով, այգան շատ շուկեր կորզեր են, ուրեմն սա գսենք մոտավորապես 6-րդ տարը։ Ասիգա Խոսրո Բարսիկ տակավորն է, Խոսրո երկրորդ, որը 614-ին գրավեց այդ Երուսաղեմը, գրավեց պաղական որոշ հարազանքներ եղան, բայց այստեղ Մոդեստոս անունով վարտաբետը, որը Երուսաղեմ գմնար, կաթողիկոսին գքրե եւ կաթողիկոսին գշնորհավորե, ասելով որ իր շնորհիվ հայերը չի դարաբեցան Բարսկաստան դիրաբեդության դաղը։ Ուրեմն պետք է ընդհանրել, որ կաթողիկոսը երկխոսություն պասավ Բարսիկ իշխանություններու հետ։ Լավ, ադիգա շատ երկար չի դեղեց, որտեղ կանի նվազ կամ 20 տարի հետո արաբները գրավեցին Երուսաղեմը։ Ուրեմն սա մեկად Հովսեփ անունով այդ արաբադական մն է, որ գրեց կաթողիկոսի նկարագրելով Երուսաղեմի հայ կալվածները։ Ուրեմն ավանդություն մգա, որ եթե Երուսաղեմ երտակ պատյար կարան, թեզի կալիմը ֆիրմաններ սուսկուրան, ֆիրմանը մախմերական կոնտակտ եսենք, բաշտոնական թուղթմը, ուրեմն թեզի, ռովարդար, այո, ուրեմն սուսկուդան, որ իպրտե ոչ միայն Օմար սուլտանը, որ Երուսաղեմը գրավեց, բայց նույնիսկ իր մե առաջ իպրտե Մոհամեդ ինքը այդ ռովարդարը հրավարակել, որպեսի հայերուն ծրկ չիդան։ Ճիշտ է, որ հայերը չիդուժեցին այդ արաբական նվաճում են, չիդուժեցին, բայց հիմա ընդունված է, որ այդ բոլոր ռովարդակները գերձ են, այսինքն, գերձ են։ Բայց արդյունքը ճիշտ է։ Ուրեմն վերջապես որոշ իմաստունին այդ գերրովարդակները, չէ՞, գերզությունները շատ կարևոր են երբեմն։ Ուրեմն ասիգա ուրեմն Մահոմեդ սուլտանի պրտ է, բայց Մահոմեդ սուլտանի ժամանակ Երուսաղեմը դեռ գրավված չէր։ Ուրեմն հեքիաթը հնարվեցավ, որ իպրտ է այդ ժամանակվա կաթողիկոսը մեկ կա գնաց Երուսաղեմի գրավման առաջ, որ ինքը գնահատեսել գրավումը, եւ ատկի առաջ գնաց Մահոմեդի մոտ, որպեսի արդեն նախորդ որոշվի, որ հայերուն ցերկ չի դառնա։ Էսա ով պիտի հավատալի։ Որը ուրիշ որևէ պետք չի գա, որ իպրտե կաթողիկոսը մեկա կծկացածելա Մահոմեդի մոտ։ Ասիգա ուրեմն Օմար կալիֆին ռովարդակն է, որը ուրեմն իպրտե անարգետ է, որը իպրտե ուրեմն գսե, որ հայերու ցերկ չի դառնա։ Բայց արդյունքը ճիշտ է։ Ասալ երրորդը Ալի կալիֆը, որը Մահոմեդի պեսան էր, իպրտե ինքնալ, աս երեք ուրեմն ռովարդակները ցույց կուտան Երուսաղեմ։ Ասիգա նշանավոր Անանիա Շիրակացին է 7-րդ տարում, որ կպացի պաստ, այնցենք գրել, կնացի
կնացի ողջացյալ իկահակն Երուսաղեմ։ Ուրեմն այստեն Երուսաղեմը հայ մտավորականներու ասենք նպատակ մներ։ Այս տալ իբր ասենք ուտակնացություն։ Սա 7-րդ տարն է Անանիա Շիրակացին, ոչ միայն Երուսաղեմ գնաց, բայց Ալեքսանդրիա գնաց, այսինքն բավական ճամփորդեց։ Բայց սա Երուսաղեմը հատուկ կնշե այստեղ։ Եվ աշակերտներ արվարգեց, եւ այստեղ բացելիված գսե որ այդ աշակերտները որ հորգեցրոն Հերմոն, Դրտատ, Ազարիա, Եզեկիա եւ Տիրագոս, երբ որ վերադարձան, ինքը չընդունեց իրենց, որտեղ կախկենոասի դարձած էին։ Ուրեմն Անիա Շիրակացին գսե որ չընդունեց։ Սա 808 թվականի Լատին Ֆրանկը ճանապարհորդումն է, որ նկարագրեց Երուսաղեմի վանքերը, ունեցեք, գսե որ այդ ուրեմն Սիտենիներու լրան վրա երկու արմենի երկու հայ վանքեր կային, եւ հետո ավելի վարը գսե որ վանք մգա Սուրբ Հովհաննես, որը ուր գա 6 հայ հոգեվորականներ։ Այսինքն այդ բոլոր այս վանքերը այդ Անաստազիից ցանգեն անված են, բայց գաբացուցեն որ ճիշտ է։ Մանավանդ դիգա որտեղ լատին ճամփորդում էր, չէ, հայմը չէ։ Սա ծրագիրն է, որ գաբացուցե, որ արդեն 880 թվականին Երուսաղեմի մեջ արդեն տակմանություններ կկատարվեն հունարենը, հայերեն։ Իզոսի կարակետեն, ասել ուրեմն Հովհաննես բժիշկը մեկը, որ տակմանած է Սրբո Դիոնիզոսի հունարեն գրությունները։ Ուրեմն մեծ մտավորական կյանք ալգար, հայ մտավորական կյանք ալ արդեն այդ ժամանակաշրջանը, արդեն 9-րդ տարը, արաբական տիրապետության տարը։ Ուրիշ ուրեմն վկայությունները արձանագրություններ են։ Այս արձանագրությունները շատ վիճելի է, եթե նայեք թվականը քիչ երևի նու է թվականը, եթե վերածեք այդ թվականը կտանա 956։ Արդեն արձանագրություն։ Եթե ճիշտ է, իսկապես ամենահին արձանագրությունն է։ Հայկական արձանագրություն Երուսաղեմ։ Եվ Սավարանյանց կամ այդպես մեծ մտավորականներ սա համարեն իսկական եւ ճիշտ է որ լավ շատ հստակ կկարտացվի նու է թվականը։ Քննիլը բոլորը չեն հավատալ որտեղ հաճ հիմա կտեսնենք հաջորդ ամենահինը 1151 է։ Ուրեմն գսել է որ մեկ ասկե հետո գրեթե մեկ տար ուրիշ արձանագրություն չեղավ, որը դժվար է հավատալ, բայց ինչու՞ չէ։ Ինչու՞ չէ։ Սա Մանտովա քաղաքը գա Իտալիա, որուն սուրբը 4 քաղաք գա Իտալիա, որուն սուրբերը հայ են։ Մեկը Մանտովա քաղաք, Սուրբ Սիմեոն է անունը, եւ Սուրբ Սիմեոնը այստեղ գրված է Սիմեոն, հետո in partibus natus Armeniae։ Այսինքն որ ծնած է Հայաստան։ Բացի բաց։ Եվ ինքը ճամփորդեց եւ ներքևը գրված է որ հանդիպեցավ Արսենիուս Երուսաղեմի պատրիարքը։ Արսեն հայ բադիարքը։ Կարևորը հետո խոսենք ալմասի կարևորը որ այդ քրության մեջ բադիարք անունը կա, ոչ թե արքեպիսկոպոս։ Բադիարք։ Արսեն բադիարքին հանդիպեց այդ Երուսաղեմ։ Ասիկա իր ծրագիրն է Իտալիա պահպանված, որ այդ Սուրբ Սիմեոնի գենսակրությունն է։ Հետո գասնինք 1099 առաջին խաչակրությունը, եւ սա ուրեմն Երուսաղեմի քրավումը։ Արդեն ֆրանկերը Երուսաղեմը մահմեդական արաբներու վրա քրավեն։ Հետաքրքիր բան է, շատ հաջող կսեն, որ ֆրանկերը Սուրբ քաղաքը թուրքերուն վրա քրավեցին։ Սա սխալ է։ Սխալ է։ Թուրքերը իսկապես քրաված էին Երուսաղեմը մինչև մոտավորապես 1095
Բայց ադերենը Եգիպտոսի Ֆատիմյանները, որ բնավ թուրք չէին, իրենք վերակրավեցին թուրքերուն վրա։ Ուրեմն, երբ որ խաչագիրները եկան, Երուսաղեմը Ֆատիմյան Եգիպտոսի մաս կկազմեր։ Եվ ով էր այդ վիզիրը, այսինքն վարչապետը, Ալ-Աֆդալ անունով իսլամացած հայ մներ։ Այսինքն, երբ որ խաչագիրները, այսա ֆրոն պատմագրության մեջ չլսել։ Խաչագիրները, որ գրավեցին Երուսաղեմը հայումը ցերկներ, իսլամացած հայմը։ Այդ ժամանակ Ֆատիմյան Եգիպտոսի մեջ գրեթե բոլոր վիզիրները իսլամացած հայ էին։ Եվ բոլորը բացի մեկը իսլամացած։ Մեկը դա Պախլավունի դողմեն է, մեկը Վախրամ անունով, սա միակ մահմեդական պատմության մեջ միակն է, որ վիզիրը քրիստոնյա լալով մահմեդական կայսրության մեջ վիզիր դարձավ Վախրամը։ Բայց ուրիշ է, չէ, այս Ալ-Աֆդալը ինքը իսլամացած է, երբ որ հայերը գրավեցին, բայց ինքը շատ կարևոր եւ շատ հաջող չեն ասել, շատ նուրբ դիվանագետ է, երբ որ խաչագիրները անցան Բոսֆոր, չեն մտան Փոքրազիա, ինքը Ալ-Աֆդալը պատվիրակություն մղեց, դեսպաններ ղրգեց խաչագիրներու մոտ։ Եվ ասա նայեցեք, դուք գուզեք Երուսաղեմը գրավել, այսինքն Սուրյան գրավել։ Բայց ինչու միասին մեկը մյուսին դեմ պայքարենք, քանի որ նույն տշտամին ունենք թուրքերը։ Լա խաչագիրները, լա Ֆատիմյան Եգիպտոսը։ Ուրեմն փոխանակ մենք մեկը մյուսին դեմ պայքարենք, Սուրյան պաշտենք, հարավը մեզ, Եգիպտոսի, հյուսիսը ցեզ եւ Երուսաղեմը միջազգային քաղաք։ Դա հայ վիզիրին շատ հերադես դիվանագիտություն է։ Իհարկե, խաչագիրները բան չհասկացան, իրենց համար մահմեդականը, թուրքը, ֆատիմյան, արաբ, բան չէին հասկանալ։ Իրենք եկած էին մուսուլման գոդորելու համար եւ վերջ։ Ուրեմն բարաբին դա, բայց շատ հետաքրքիր դիվանագիտական քայլ մնել։ Սա Մատթեոս ուրխայեցին, բայց միայն իր մոտ կա, կսե որ երբ որ ուրեմն ֆրանկները գրավեցին Երուսաղեմի մեջ հայոց բադրիարքը գալա։ Եվ այժմ Երուսաղեմ դեր Վահրամ սա Գրիգոր երկրորդ վկայասեր կաթողիկոսն է։ Բայց ուրիշ Պասիպատ կսե ուրհայեցին եւ ասենք լուրջ բատմապան է ուրհայեցին, բատմագիր է։ Բայց ուրիշ վկայություն չի գա։ Եվ քիչ մը դժվար է հավանալ, որ հայոց կաթողիկոսը այդ մահմեդական քաղաքի մեջ էր, երբ որ քրիստոնյաները կբաշարեին։ Եվ որ մահմեդականները իրեն հանգիստ ծկազելան։ Դժվար է հավանալ, բայց ինչ ենք, բացի կրանի ուրխայեցին։ Ասեք կաթողիկոսը, Գրիգոր վկայասեր, սուրբ վկայասեր կրված է։ Սա ուրեմն Գրիգոր երկրորդ կաթողիկոսին մանրանկարչական դիմակն է։ Ուրեմն լավ, հավատանք, չհավատանք, բայց ուրխայեցին կրեց, ուզենք։ Ուրեմն խաչագիրները Երուսաղեմը գրավելն հետո 4 պետություն հիմնեցին, որ կոչվի Լևանտի, այսինքն Մերձավոր Արևելքիդ 4 լատին պետությունները, Հյուսիսեն հարավ, Եդեսիո կոմսությունը, Անտակիայի իշխանությունը, Տրիպոլի կոմսությունը եւ Երուսաղեմի տաղավարությունը։ Երևի 4 պետություններ։ Եվ ինչպես տեսեք հանդեսի վրա, 4-ի վրա երկու հատը Գիլիգիայի սահմանագից էին։ Ուրեմն, երբ որ շատ պատմություններու մեջ կգարտացվի, որ հայերը եւ խաչագիրները բարեկամություն եղել, որտեղ բոլորը քրիստոնյա էին, մեկը եւ մյուսը, եւ ուրեմն միասին պայքարեցին մահմեդական էրութեմ։ Սա փորովին սխալ է։ Որտեղ երկու հանգամանք պետք չէ մոռանալ։ Մենը հայերը ֆրանկներու համար հերետիկոս էին։ Դա քրիստոնյա էին, բայց հերետիկոս էին։ Դա մեկ։
Իսկ երկրորդ նույն նվարերը ունեին, նույն հողին վրա բեդություն ուզեին կառուցել։ Հայերը ուզեին գիրիգիո մեջ այդ նոր բեդություն կառուցել, անի անգման հետո, իսկ խաչագիրներն չէին եկած ինչպես կգրի Երուսաղեմը քաղաքից մեջ ազատագրելու համար։ Եկած էին այնտեղ հաստատվելու համար։ Այդ խաչագիր ուրեմն երկու պատճառ կար, որ հայերու հետ պահումներ եւ բավական պահումներ եղան։ Մյուս կողմեն հայերը միշտ մեծ զենք ունեին։ Ինչ էր այդ զենքը։ Երբ որ խաչագիրներու բումերազեք երբ որ գուզեին հաստատվի եւ գուզեին ուրեմն հոն ասենք իշխանական դողմեր բան աղջիկներու պետք ունեին։ Բնությունը այդպես է, չէ։ Խաչագիրը որ մեմը որ բոլոր աստվածականներին պետք է իշխանուի վրա։ Երկրորդը պետք է մահմեդական չլա։ Խաչագիրները շիդի մահմեդական իշխանուի վրա ուսանան։ Երրորդը պետք է հույն չլար, որտեղ 1054-ին իվեր ադելություն կար լադին եւ հույն եկեղեցիներու միջև։ Եվ իհարկե չորրորդ պայմանը պետք է եկեղեցի կա։ Միայն հայ իշխանուիները այդ 4 պայմաններուն կբավարարեին։ Ուրեմն գրեթե բոլոր այդ ֆրանկ ասպետները կամ կոմսերը կամ գրեթե բոլորը հայ իշխանուի հետ ամուսնացան։ Եվ այդ հայ իշխանուիները հայերուն 5-րդ սյունը դարձան բեդություններու մեջ։ Օրինակ վերցնենք Եդեսիո կոմսությունը, որ ամենակարժադևը եղավ 50 տարի դրեց 1144-ին Եդեսյան գրավեցավ թուրքերու կողմեն 4 կոմսեր եղան այդ 4-ին 3 առաջինները հայկին ունեն եւ ուրեմն 4-ը ավելի հայեր կան ֆրանկ այստեղ առաջին Երուսաղեմի տակավորը Բաղդին առաջին էր ինքը Ֆրանսայի հյուսիսեն էր Ֆլանդր Բաղդին առաջին եւ ուրեմն ինչպես ինքն հայ իշխանուի էր ամուսնացավ որոնց անունը ժամանակակից աղբյուրները անունը չեն դար ավելի ուշ աղբյուրներ իրեն արդագը ոչ կանկանեն ուրեմն այդպես ընդունենք հակառակ որ ժամանակակից աղբյուրները անունը չեն դար ասենք որ հայ իշխանու էր ուրեմն արդագ եւ արդային երբ որ ուրեմն ինքը իրեն հետ ամուսնացավ երբ որ Եդեսիո կոմսերտը ինչու Եդեսիո գրաշությունը մեծամասնությունը հայ է ուրեմն դիրաբեդելու համար են կորզին ուկար հայ իշխանուի հետ ամուսնանալ հետո երբ որ Երուսաղեմ տակավոր դարձավ արդեն այդ հայ իշխանուին իրեն բեկչել եւ ուրեմն պաշտպանվեցավ ասպանանը դարը վերցնեք աշակողմը այդ ուրեմն ինքը Բաղդին է որ գսե դուրս կխանե այդ արդային որև ալբեկչել ամեն ինչ դիվանագիտական է ոչ թե այդպես սովորական եւ բայց պետք է բادرվագը պետք է եկեղեցին հանդեպ չես գնալ այդպես պաշտել որ բادرվագը գսե որ ամպերի է գինը երեխա չունեցան իսկապես եւ ուրեմն գինո ամպերի որ ամր պաշտել է հիմա Վերսայ բարադի մեջ 5 սրահ կա, որ գոչվին խաշարություններու սրահները։ Միայն խաշարություններու վերաբերյալ նկարներ են։ Եվ նայեցեք Բաղդին առաջինին թիմանկարը, իսկ նայեցեք հիմա իր ասկականը որին հաջորդեց։ Բավական տարբեր հետընկեր են, չէ՞։ Եվ ուրեմն մեկ այլ ժամանակակից անգլիացի պատմագիրը կգրե ուղղակի կգրե որ Բաղդին առաջինները գնոջ մոդենալը գադեր ադերություն է չեն դանի գնոջ մոդենալ ինչպես այսինքն ոչ թե խնդիրը ոչ թե գինը արդարան պերի է խնդիրը որ ինքը գամ յասերական կամ անգարող է այդն հայտնի է եւ ժամանակից վկայություն կա William of Malmesbury պատմագիրը ուրեմն երբ որ մեր Բաղդին առաջինը իրեն հաջորդեց հերավոր ասկականը Բաղդին երկրորդ որ ինքն
Եդեսյոն եկավ, Եդեսյո կոմսեր եւ դարձավ եւ ինքնալ հայ իշխանուի հետ ամուսնացած էր, ավելի շատ գիտենք իր մասին, անունը Մորֆիա էր եւ իր հայրը Մելիտինե քաղաքի Գաբրիել անունով իշխանն էր։ Մելիտինեի Գաբրիելի աղջիկն էր Մորֆիան։ Բայց ինքը չի հակարակը նախորդին չի պաշտվեսար էր, որ թագավոր դարձավ, ուրեմն Մորֆիան մնաց Երուսաղեմի տապույր։ Ավասիկ ուրեմն Բաղդին երկրորդը, և սա ուրեմն Մորֆիայի մեկ օրինակ ունին իր գնիկը, գաբարե գնիկը, և այստեղ գրված է Մորֆիա, սա հունարեն անում է, հունարեն է գնիկը, Մորֆիա, որը սեր է կեղեցիկը, բարձը չէ հայեր, ուրեմն Մորֆիա էր, և այստեղ Ռեգինա, որը տակույր սեր է, չէ, լատիներեն, բայց հունարան, Մորֆիա, Ռեգինա, և այստեղ ուրեմն մյուս կողմը ասվադաման է։ Սա մեկատ ուրեմն ֆրանսացի պատմապանը 1930-ին առաջինն է, որ թեմ կանգնեց ատեսությունը, որ հայերը և խաչագիրները միշտ միասին։ Ուրեմն ինքը գրեց վերջին և սարսափելի վրեժը հայերու ֆրանքներու թեմ, իրենց հայգիները կամ իրենց երեխաչիներին Գամ երբ որ երեխա դրին, միայն աղջիկներ են և սարսափելի աղջիկներ են։ Որոշ ծևով ճիշտ է, այդեք Բաղդին առաջինը իսկապես երեխաչ ունեցավ, բայց իր հանցանքն էր, ոչ թե գնոջ հանցանքը, իսկ Բաղդին երկրորդը Մորֆիեն այդ 4 աղջիկ ունեցավ։ 4 աղջիկ։ Ուրեմն, ով պիտի հաջորդեր։ 4 աղջիկներ են, մեկադը Մելիզան գոչված, իրավունք ուներ, որտեղ ամենամեծն էր։ Բայց 3 առաջինները ծնած էին, երբ որ Բաղդին երկրորդը դեռ թագավոր չէր։ Միայն 4-րդը ամենափոքր է, ուրեմն ինչպես գսեին Ձիրանաձին էր։ Ձիրանաձինը սեր է, որ երբ որ հայրը թագավոր էր։ Այսինքն իբր իշխանուի ծնած է, ոչ թե իբր կոմսի աղջիկը։ Ուրեմն երկուք նա իրավունք ունեին։ Այդ ժամանակ խնդիրը շատ թույն բրուտեցին, ամենափոքրը իվետը վանք դրին, և վերջ։ Ուրեմն արդեն մրցակցություն չի գալ։ Եվ ուրեմն Բաղդին երկրորդի հաջորդեց այդ Մելիզանը, որ ուրեմն գիսահայ չէ, մայրհայ, որը մնաց պատմության մեջ իբր ամենահամբավավոր բոլոր Երուսաղեմի թագավոր և թագուհիներ են, այդ Մելիզանը։ Հետաքրքիր այն է, որ իրեն գրքեն միայն ֆրանկ պատմագրության մեջ, կամ հույլ, կամ արաբ։ Հայ պատմագրությունը իր մասին մեկ բառ չի գա։ Եվ սա բարձ է ինչու, որտեղ Երուսաղեմի տակույտ առնալով կաթոլիկ դարձավ, չէ, ուզե։ Այդեն հայերու համար արդեն հայ չէր։ Եվ հակառակ որ ամենահամբավավոր թագավոր կամ թագուհի է, հայերը կանդեսնեն, այն ժամանակից հայ պատմությունը փողովին լուր է իր մասին, Մելիզանը։ Ուրեմն Մելիզան և ով թագավոր մի ելար, անոր Մելիզանի պիտի ամուսնանալ։ Ուրեմն Բաղդին երկրորդը մենდելեն առաջ Ֆրանսայի թագավորին գրեց, ըսավ համար իմ ավակ աղջկա համար մեկ հատ ամուսին գրիր։ Եվ Ֆրանսայի թագավորը գրեց մեկ հատ Ֆրանկ Անժու կաղարեն, ասպետը ֆուլկ անոնով, ֆուլկ Անժու։ Ուրեմն եղավ և ամուսնացուց։ Այստեղ եստեք Բաղդին առաջինը, սա ֆուլկ Անժու և սա Մելիզանը։ Ատեն արդա հայրություն է, կդ Մելիզանի գրեցնե, որ շատ կող չէր։ Ինքը պանը խոսք չունեցավս։ Իրեն ապետ բարձրացին։ Ուրեմն, բայց երբ որ մերավ 1131-ի Բաղդինը մերավ, Մելիզանը դարձավ տակույր, իսկ ֆուլկը դարձավ թագավոր։ Բայց ինքը Մելիզանը նայտեք ցաղլոնը, ուզեց որ թագավորին հետ նույն ժամանակ ինքնալ տակատրվե, որտեղ իրեն պասիպացսերով
Դու մի մոնար որ թակավոր ես, որև իմ ամուսինս ես։ Տակույն ես եմ։ Հետո 10 տարի հետո ամուսինը մեռավ։ Երկու դողավ ունեին, ուրեմն անտրանիկ զավակն է, որ ժառանգեց Բաղդվին 3-րդ անունով։ Բայց երբ որ Բաղդվինը տակատորվեցավ, Մելիզանդը ուզեց նորեն տակատորվի։ Որտեղ ասելով իրեն, տուն տակավոր է, որտեղ իմ որդիս ես։ Բայց տակույն ես եմ։ Եվ նստեք արդեն տենկը, Բաղդվինի տենկը, մորը ինչպես կնայի, չէ՞։ Չէ, շատ բացարիք անձնավորություն է այդ Մելիզանդը։ Այստեղ դորեն Վերսայի հաշագիներուց, այստեղ երկրորդը, երբ որ Եդեսանի ինգավը, ուրեմն երկրորդ աշակրությունը կազմակերպեցավ, որպեսզի երթա վերակրավ է, որ չի հաջողեցավ։ Եվ ուրեմն Ֆրանսայի եւ Գերմանիո, Ֆրանսայի տակավորը եւ Գերմանիո գայսերը կացին։ Այստեղ կողքովին եւ մեջտեղը Բաղդին 3-րդ տակավորն է։ Բայց նայեցեք, Մելիզանդը կողմն է ստացել։ Կողմն է ստացել, ինքը կնկարել, որ ինքն էր։ Սա մեկատ միակ պաստատուղթն է, ուր իր գնիկ կա, սա Սիցիլիա Պալերմո դիվանի մեջ բախված է, եւ երբ որ կարտա գնիկը, սիջիլ, այսինքն գնիկ, Մելիզանդը Դեի Գրացիա Երուսաղեմի Ռեգինա, այսինքն աստծո շնորհիվ Երուսաղեմի թագուհի, ինքը թագուհի է, հագարակ որ իր որդին գար, որը օրենքով տակավորն է, ինքը միշտ ինքը թագուհի համարեց։ Երբ որ մեռա, ուրեմն ինքը տաղեցավ, հիմա տետեր գա, ասիկա ժամանակից նկար մնե, Notre Dame de Josaphat անունով եկեղեցի մը Երուսաղեմը։ Այդ որ արդեն իր մայրը Մոխվյան հոն տաղված էր։ Ուրեմն իր դետերը գտեսնեք իր Մելիզանդի շիրի մղում է, Notre Dame de Josaphat։ Ուրեմն իր մեգա սիրար ուներ Մելիզանդը, որը Թյուրոս քաղաքի արքեպիսկոպոսն էր։ Ինքը միշտ իրեն գքող է, անընդհատ գքող է։ Եվ հետաքրքիրը, երբ որ մեռավ, ինքը ամենակարևոր ժամանակակիրն է 12-րդ դարում։ Ուրեմն երբ որ մեռավ Մելիզանդը, ինքը իր մասին կգրե 1161-ին, եւ կգրե ուրեմն Մելիզանդը գին մնե, որ զապասի կգրե, որ ավելի իմաստություն եւ խորամանկություն ուներ, կան սովորական իր սերին համար։ Այսինքն սովորական մյուս կրոշներու պարտատման, չէ՞, մյուս գիներու պարտատման։ Եվ ուրեմն տակավորության կորզերը շատ ուժեղ ծևով վարած է, կարևոր է գսել 30 դարվա ընթացքին։ 30 դարվա, եթե նայեք Բաղդվինի մահը 1131, իրենը 1161, ուրեմն ինքը կհամարե, որ միշտ 30 տարի ինքն էր տակույն։ Այսինքն բոլորին գմորդա իր ամուսինը իր զավակը։ Et que c'est tant du vivant de son mari que sous le règne de son fils. Ինքը տակույն մնաց, նույնիսկ իր ամուսնուն ողջ ադենը եւ իր որդի տակավորության ժամանակ։ Սա արդեն սա ամենակարևոր պատմակիրն է այդ Թյուրացի արքեպիսկոպոսը։ Հիմա ինչ ծևով հայ էր այդ Մելիզանդը դժվար է, բայց երկու կարևոր բաներ կան։ Սա մեկած սերակին մնե, որ լատին սերակինը, որ Փարիզ բախված է, ասկային գրադարանը, եւ Երուսաղեմ գրված, այդ Մելիզանդի ժամանակ։ Եվ դետրակները, ներեցեք ինչպես համարակալված են, հյուր։ Այսինքն հայկական դարերով։ Սել է, որ Մելիզանդը իր մոդը ուներ հայ արեստավորներ։ Կամ կրիչը, կամ ավելի ճիշտ գազմողը, որ ինքն է որ թիվերը կգնեն։ Մարդը ոչ թե լատինադար գրեց, այլ հայկական դարերով։ Սա ուրեմն, սա առաջին արձանագրության զար, սա ամենահիներն են, 1151 թվականը։ Սա 1151, սա խաչկարն է, որը Երուսաղեմի բադին, Սուլ Պրագոպյան զվանքին բադին մեջն է,
եւ թվականը, այսինքն աշտարակությունը կա, թվականը այստեղ կսկսի եւ ով կսկսի։ Ուրեմն ինչ է ո՞ն 600 է։ 551 եթե գումարեք 1151 կտանա։ Ուրեմն ճիշտ 1151-ի աշտարակությունն է։ Սա ուրիշ մն է նույն թվականով այսինքն 1151-ը։ Երուսաղեմի խաչքարները շատ հատուկ ոճ ունի։ Հիմա արդեն երկու ֆրանսահայ քննադատներ կպատրաստեն քիչմը ոչ այս տարի շուտ մեկ-երկու ամիսեն ուզում տեսնել Երուսաղեմի խաչքարներու եւ ասանջություններու մասին։ Ասա 1153 թվականն է։ Դիգն ուրեմն արդեն շատ աշխուժություն կա։ Եվ ինչու ասխաչքարները դաջավորել։ Հիմա գվա Սուրբ Հակոբյան զվանքը, հիմա գվա շենքը, առաջ ուրիշ շենքեր կա։ Հիմա գվանը բոլոր արվեստաբանները կթվարկեն 12-րդ տարում, այսինքն Մելիզանդ թագավորության ժամանակը։ Եվ ուրեմն արդեն մեծ կահույք մնե, որ այդ ամբողջ շենքը վերակառուցեց։ Եվ Հրագրքի պատմը գա ժամանակ 1141-ին ուրեմն Մելիզանդի թագավոր, այսինքն Ֆուլկի թագավորության ժամանակ, բայց պաստորեն Մելիզանդի թագավորության ժամանակ Գրիգոր 3-րդ Փախլավունին Երուսաղեմ եկավ կաթողիկոսը, որտեղ Անտակիայի arciepiscoposi շուրշը վեճեր եղան, Անտակիայի լադին arciepiscoposi, եւ ճիշտ ինչու չենք գիտեր, բայց Գրիգոր Փախլավունի գնաց մասնակցեցավ այդ ժողովին, որ պետք է լուծեր այդ խնդիրը։ Եվ սա նորեն թյուրացին է, այդ նույն arciepiscoposi, որ ասեք գրե այս սինոդի մեջ մասնակցեցավ Մաքսիմուս Արմենորոն Pontifex։ Այսինքն հայոց ամենաբարձր հոգևորական իշխանը։ Եվ հետո գսե, որ նաև եպիսկոպոսը Կապադոկիայի, Մեդիայի, Բաշկաստանի եւ մնացած Հայաստանի։ Եվ շատ ծանոթ հմուտ դոկտորը, որ կաթողիկոս գոչվի։ Այսինքն Գրիգոր 3-րդ Փախլավունին եկավ Երուսաղեմ եւ շատ մեծ շքեղությամբ ընդունվեց։ Այդ լադին եկեղեցի գոմեն։ Ուրեմն մեկ հատ վարգացում կա, որ բայց աբացույց չի կա նորեն։ Այդպես կոված մեկը որ կա, չեր գրնար թագուին չի հանդիպիլ։ Իզակույն Մելիզանն է։ Ուրեմն սա բացարիք կաթողիկոս մնել Գրիգոր 3-րդ Փախլավունի եւ ինքը բացարիք թագու էր գիսահայ։ Ուրեմն վարգացը որ գուցե այդ Սուրբ Հակոբյանցի վերագառուցումը այս երկու անձնավորություններու հանդիպման արդյունք կլա։ Ցածուն իսկը ֆրանսիացի մասնակիցները, որ շատ կամ անգլիացի Դենիս Պրինգլանով մեկ հատ անգլիացի շատ մեծ մասնակից մգա, ինքը պաս գսե, որ շատ հավանական է այդ տեսությունը։ Բայց այդպես պետք է ընդունել Քրիստաբացություն, միակ բանը ժամանակաշրջանն է, հաստատ է, որ 10-րդ տարեն է, հաստատ է, որ 1141-ին Գրիգոր 3-րդ Փախլավունին այսրեց, եւ հաստատ է, որ այդ ժամանակ Մելիզան Իսահայ տակույնն։ Հիմա այդ մեջտեղ ամեն ինչ միասին բերելով այդ եզրակացության գրնանք հասնի, բայց առանց հստակ ավատուցելու։ Սա ուրեմն հիմա գված է սարան է Սուրբ Հակոբյան Սահոսկը, ուղղակի փոքրիկ քաղաք մն է Սուրբ Հակոբյան զվանքը։ Դա ուրեմն եկեղեցիներ կան, բագեր կան, մատուրներ կան եւ այլն։ Ասանեցեք, դա հիմա գվա լուսանկարներ են։ Սա ներսն է, հիմա գվա ներքին լեսարանները, այդ Սուրբ Հակոբյան դաջարին։ Այ Սուրբ Հակոբը սխալ է, որտեղ Սուրբ Հակոբյանց է, երկու Հակոբներուց է, Արաքյալը եւ Քրիստոսի եղբայրը, երկու Հակոբներու նվիրված է։ Ուրեմն ճիշտ անունը Սուրբ Հակոբյանց է։ Ասիկ ուրեմն ասե հադակիցը, ուրեմն սա ուրեմն գլխավոր
որը հիմա տեսանք այդ ներսը, եւ 3 ուրիշ մադուրներ կան, այստեղ ուրեմն Սուրբ Մենաս մադուրը, այստեղ Սուրբ Ստեփան եւ այստեղ Էջմիածին գոչված մադուրը շուրջը։ Ուրեմն ըստ ավանդության այս առաջին շենքը այստեղ Մենաս Սուրբ Մենասի անունով փոքրիկ մադուր մներ չէ։ Եվ դեղում վրա կառուցվեցավ Սուրբ Հակոբյանցը։ Այս Էջմիածինը դիջվել կտեսնենք շատ ծանոթ է, որտեղ աս բادرուն վրա է, որ նշանավոր Քյութայյան նկարները կան, որ կտեսնենք։ Սա առաջին վկայությունն է բացեիպատ Սուրբ Հակոբյանց մասին, սա մեկ հատ գերմանացի ճամփորդը 1165-ին, որ ոչնի Ժան դը Վյուրցբուրգ, ովանեց Վյուրցբուրգը Գերմանիո գաղթն է, չէ՞։ Ուրեմն ինքը ուխտակրասության կնաց Երուսաղեմ եւ հետո քրեց իր ճանապարհությունը եւ այստեղ կսե ուրեմն մեծ եկեղեցիմը Սուրբ Հակոբի նվիրված Սուրբ Հակոբ մեծը մաժոր ուր հայ հոգևորականները կգաբրին։ Դա ասել է, որ արդեն 1165-ին հաստատ հայերուն ցերկներ Սուրբ Հակոբյանցը։ Եվ այն գիվերան մնաց։ Բնտիր անգի առաջ ադև որ վեջերը վրացիներու հետ մանավանդ եւ հույներու հետ։ Սա Տորոս երկրորդը ուրեմն Ռուբինյան իշխան մներ, դեր տակավորություն չկար, Գիրիո իշխան մներ, եւ սա Ֆրանկ աղբյուր մներ, որ կբացատրե, որ ինքը 1168-ին գնաց Երուսաղեմ։ Երուսաղեմ, որ լատին տակավորություն էր ժամանակ, չէ։ Գնաց ուրեմն տակավորի մոտ, այցելեց եւ կսեն, որ ինքը նկարեց եւ շատ ճիշտ նկարեց, որ այդ ֆրանկ բեդություններու դգարությունը բնակչությունն էր։ Քիչ ֆրանկ կբնակեին հոն։ Եվ ուրեմն դժվար իշխային։ Եվ վերագրքիրը ինքը գարաչարգեց Երուսաղեմի տակավորին, առաջարկեց, որ հայ կախտարանները հորգեն, որովհետեւ քրիստոնեերուն դողոսը բարձրանան։ Բայց չստացվեց։ Եվ բարձ է, ինչու չստացվեց, որովհետև պայմանը այն էր, որ եթե հայ կախտականներ մեզի հորգեն, պետք է հայ կախտականները կաթոլիկ դառնան։ Միշտ ուն բան, չէ, հայերը հերետիկոս էին։ Բայց հրագրքիրը այցելությունը Տորոս երկրորդ իշխանին, եւ հրագրյանը, որ հայական աղբյուրները բան չեն ասել մասին, չգիտի ինչու։ Սա թյուրացիի շարունակությունն է, որ բաց դսե, Տորոս de la montagne, չէ, լերներու Տորոսը, Տորոս երկրորդը, որը իշխան էր Հայաստանի։ Ուրիշ կարևոր բան մը կա այստեղ, երբ որ երբեմն այդ Գիրիո բեդությունը, հայկական բեդությունը գսեն փոքր հայ, կամ չկան նոր հայ, կամ ինչ։ Բացի նայեցեք, Ֆրանկ աղբյուրը հայ գսե։ Չէ՞ որ փոքր հայքի կամ Գիրիո իշխաներ, չէ՞, հայքի իշխաներ։ Այսինքն արդեն Գիրիան կհամարվեր Հայաստանը ժամանակ։ Նույնիսկ տակատուդեն առաջ։ Սա արդեն 1972-ին արդեն շատ կարևոր մուսուլման իշխան բարձրացավ, նշանավոր Սալահիդդինը։ Սալահիդդինը սկսավ Եգիպտոսը գրավել։ Եվ ուրեմն սա մեկ հատ Աբու Սալի անունով հայ կրոմը կա, որ արաբերեն գրեց, եւ սա անգլերեն թարգմանություն է։ Եվ ուրեմն գրել որ երբ որ 1772-ին երկուսը քյուրդերը գսե որ Սալահիդդինը քյուրդեր, չէ, ասկության, եւ ինքը վախցավ եւ ուրեմն փախավ Եգիպտոսեն, փախավ եւ եկավ Երուսաղեմ։ Երուսաղեմ ավաստան կդա։ Որտեղ Սալահիդդինը Եգիպտոսը 1752-ին գրավեց, հետո Երուսաղեմը մի գրավեց, բայց ավելի ուշ,
1087-ին։ Եվ իր հետը 75 սուրբ քիրքեր բերավ։ Դա Աբուսալի հայը։ Ավասիկ Սալայդինի դիմանկարը, դա ֆրանսիացի փորանկարիչը Գյուստավ Դորեանով 19-րդ դարում, որ խաչակրություններու մասին ահագին այդպես փորանկարներ ունի։ Եվ սա ուրեմն սա մանրանկարն է, միշտ այդ դյուրացի շարունակությունը, որ գսե հին ֆրանսերենի, comment Saladin assiégea la Sainte Cité de Jérusalem et son maintien au siège. Ինչպես Սալայդինը ուրեմն բաշարեց սուրբ քաղաքը եւ այդ բաշարումը շարունակեց եւ վերջապես գրավեց 1087-ին։ Ուրեմն լադին Երուսաղեմը ինգավ եւ հիմա նորեն մահմեդական Երուսաղեմի դառնա Եգիպտոսի մասն։ Գրգին խովարդակը, որ Երուսաղեմ բախված է, եւ գրգին գերզը, որ որտեղ Սալայդինը ուրեմն մեկատ խովարդակը հրաբարագեց, որ հայերուն ցել չդակ։ Բայց այլնորեն ճիշտ եղավ։ Ինչու Սալայդինը սովորական դիվանագիտությունը վարեց, երբ որ մեկը քաղաքական երկիրը գրավ է, փոքրամասնություններուն վրա գհենվի, որովհետև թշնամին մեծամասնություններն են։ Ուրեմն Սալայդինի համար թշնամիները ավելի հույները եւ լատիններն էին։ Հայերը ոչ, հայերը իրեն համար բնավ վտանգ չէին ներկայացնել։ Ուրեմն իսկապես այո հայերուն հանգիստ ցկեց։ Բայց այդ ռովարդակը ոչ մեկ պաստված չէ։ Բայց նորեն ոնց բախված է եւ գսեմ նորեն նույնիսկ եթե գերզ է, որ ես կհավատամ, իր կարևորությունը ունի։ Սա նորեն շարունակությունն է, շատ երկար գտորմն է։ Ես սա երկրորդ ռովարդակն է, որ երբ որ գրավեց եւ բավական ուրեմն արին տապեց մեկը սավալ վերջացած։ Հիմա արդեն մեր ներկայացը այլ գրվել չի գա։ Դա առաջին հիշարակարանը առաջին մեզի հասած Երուսաղեմ ընտորինակված առաջին ամենահին ծրագիրն է 1215 գուցե առաջ կար, բայց մեզի չեն հասել։ Դա Վենեդիկ բախված է եւ ես գրված է ի աշխարհս Պաղեստին ի մեջ քերությանս Երուսաղեմի։ Ինչու քերության, որտեղ Երուսաղեմը մահմեդականներու սերքն էր ժամանակ 1215, բայց հայերը հանգիսմը ծրագրերը կընտրոնագեին, խնդի չի գար։ Ընդ Հովանյակ Սուրբ Հակոբը։ Ուրեմն ուղղակի այդ Սուրբ Հակոբյան սվանքի մեջ կրճատումն էր։ Ասիգա շատ այսականների բանը, հեսա Բեյթղեմի Սուրբ Ձնունտի թուրն է, պայդե թուրն է, որ հայական ասարակություն ունի, վրան, և սա հիմա վիճակը կեշ է, բայց բարեպախտաբար արդեն արտակրվեցավ շատոնց է առաջ, և երկու բանը կարևոր է, մեմը թվականը 1227, իսկ երկրորդ հետում տակավորի անունը, հետում առաջին, որ Լևոն Մեծակորզին պեսան էր, և այդ ժամանակվա 1226-ին սկսյալ կտակավոր եղավ մինչև 1265-ը։ Ուրեմն իր առաջին քայլերը մեկը այս պայլետուրը նվիրել Բեթղեմի։ Եվ հիմա տերգա, տեսնենք, կարելի է որոշ սեոգարտալ, բայց քանիմը դեղեր գա, ուր արդեն բավական պրջացած է։ Բայց ինչպես գսեմ, ունիք դարսանակությունը գիտենք։ Սա հետում տակավորի նվերմն է Բեթղեմի։ Սեք միշտ այդ Երուսաղեմի կամ Բեթղեմի կարևորությունը հայ իշխաններու համար։ Սա 1239 թվականին Գրիգորի ներորդ բաբը բացեիպած մեկ հատ ուրեմն գրություն ունի ու գսե որ հաստատե կոնֆիրմամոս հայոց կաթողիկոսի կրված է և գսե հաստատեն քու իշխանությունը դա Երուսաղեմի վրա
արդեն բավին Սուրբ Հակոբի, Սուրբ Հակոբի, Սամթի Յակոբի։ Սա բաբը բավերացնե, որ այդ Սուրբ Հակոբյանցը հայերուն կպատկարին, 1239-ին։ Ասիկա, ուրեմն այցելողներու, Երուսաղեմ այցելողն, շատ նշանավոր այցելողներ եղան, ասիկա Վարդան Արևելցին է նշանավոր բատմակիրը, և սա կրված է ուրիշ մյուս նշանավոր բատմակիրը 10-րդ դարին Կիրակոս Կանցագեսի կողմեն։ Ուրեմն հանջարեղ վարտաբետն Վարդան Արևելցին է, որ աղոտականության երթյալ է Երուսաղեմ։ Ուրեմն Վարդան Արևելցին ուխտակնացության Երուսաղեմ կնաց։ 1749։ Սա Տորոս Ռոսինի մանավեգարն է, Լևոն աբակատակավոր, այսինքն հետումին ավակ որդին, ընտրանի որդին, Լևոնը և սա իր ամուսնության ժամանակ գերան իշխանուի հետ, որ մի տանար գերան տակույր։ Ուրեմն Լևոն իշխանը և գերան սա, ուրեմն 1260 թվականներու սկիզբները։ Բայց երբ որ տեր իշխան է, 1966-ին առաջին մամլուկները, որ իշխանությունը կրաված էին Եգիպտոսի վրա, 1250-ին շուրջ, և ուզեին Սուրյո վրա իշխել, և ապողջ ուսենք քրիստոնյա ներգայությունը մաքրել։ Շատ ավելի հակաքրիստոնյան կան թե Սալահիդին և Սալահիդինի դողմը այուբյանները։ Այուբյանները այդ քրիստոնյաներու և հայերու հետ պաղաղան ասենք միջոց կդն, միասին ավերու միջոց կդան, մեմլուկները և 1266-ին առաջին անգամ ըլալով մեմլուկները ներխուժեցին Հիրիա, Ամանոսլերը անցան, ուրեմն հետումը կնաց մոնղոլ իշխաններու հետ, մոտ, որտեղ դաշնագից էր, որ օժանդակություն գտնե, բայց երբ որ եկավ վերադարձավ արդեն ուշ էր, ուրեմն ավասիկ, սա այդ բանանդրգարը հետում բատմիչի այդ կորզին որոշ ծերագիմը մանանդրգարն է։ Հետում բատմիչը հիշեցնեմ առաջին հայ կրոն է, որ օդար լեզվով կրեց, ֆրանսերեն, միջին ֆրանսերենի, այդ կորզը ոչվի la fleur des histoires de la terre d'Orient, չեն արևելյան երգիրներու պատմության ձախղակա։ Եվ այստեղ ուրեմն, այստեղ կրել, ներքևը կրված է, comment le Soudan d'Égypte déconfie les deux enfants au roi d'Arménie։ Ինչպես Եգիպտոսի սուլտանը բարգության մատնեց հայոց տակավորի երկու որդիներ։ Եվ մեկ ադե ուրեմն երկրորդ որդին Թորոսը սպանվեցավ, իսկ ավակ որդին Լևոնը քերության դարվեց։ 1266-ին։ Երբ որ քերության բարվեցավ, ասիկա ուրեմն երբ որ հետո տակավոր դարձավ, իր ասենք քարտուղարը Վախրամ Ռաբուն անունով իր ժամանակությունը կրեց։ Եվ գսե պասեի պատ, որ Լևոնը երբ որ քերի էր, Եգիպտոս ուզեց Երուսաղեմը տալ։ Եվ սուլտանը իրեն արգոնեությունը տվավ։ Ուրեմն երբ որ քերության ժամանակ Երուսաղեմ գնաց եւ Լևոն իշխանը եւ վրացա, այնպես որ երբ որ գսեն որ բանալված էր բանես, չէ, բանալված էր, քերի էր, բայց բանալված չէ։ Նույնիսկ արգոնեությունը վեցավ Երուսաղեմ է տալու։ Միշտ այդ նպարը Երուսաղեմ։ Հետո երկու տարի հետո հետումը իր հայրը գրցավ իրեն ազատությունը գնել։ Այսինքն սուլտանին ուզածը պետք է դրավ, սա չէ ժամանամասն շատ հետաքրքիր պատմություն է, բայց ժամանակ չի դա։ Եվ վերջապես ուրեմն 68-ին ազատվեցավ Լևոնը։ Հաջորդ տարին արդեն հետումը ցկեց իշխանությունը եւ իր որդին հանձնեց։ Ուրեմն դարձավ Լևոն երկրորդ տակավորը։ Արձանագրությունը գա, որ 1836-ին գտնվեցավ Սուրբ Հակոբի դաջարին մեջ, ինչպես գսե այստեղ Սավարանյանցը, եւ որ գսե որ 18 թվականին Երուսաղեմ գսե որ տակավորն հայոց Լևոնը
ուզեց իր փողով, չէ, արտյամ եւ ջուկ ուզեց ուրեմն փող դրամացեց այդ Սուրբ Հակոբյանցը վերա նորոգելու համար։ Ինքն իր ասին իր այցելության հիշողությունն էր դիավանորեն։ Այն միշտ Սա ուրեմն Սուրբ Տորոսի ացերակալումն է, Սուրբ Տորոսի մագուրը։ Հիմա դեսություն մգա, ինչու ոչ մի Սուրբ Տորոս, շատերը դեսեն, հավանական է, բայց նորեն ապասուց չի գա, հիշեցնեմ, որ Լևոն իշխանի, որ հիմա Լևոն երրորդ թագավոր եղբայրը, սպանեցին մամլուկները 1066-ին, Սուրբ Տորոսը։ Հիմա, երբ որ Երուսաղեմը կանցելու մեջ, գացույց կուտան այս կավազանը։ Կավազանը սատեի կավազանն է, 1 մետր 35 երկարության և այս մասը արզատ է, շատ կերեցի կավազան է, որ գանվանեն հետում տակավորի կավազանը։ Հիմա, ինչ հետում տակավորը, երկու հետում տակավորներ կան։ Հետում առաջինը իսկապես 1260 թվականին, երբ որ մողոլները բարգության մատնեցին մամլուկներուն, ինքը մողոլ բանակին մեջ էր, բայց մինչև Երուսաղեմ չի հասան։ Ուրեմն չի գնաց հետում առաջինի նվերմը լալ Երուսաղեմ, որև Երուսաղեմ չի մտավ, որև այդ մողոլները չի շարունակեցին մինչև Երուսաղեմ, մինչև Դամասկոս հասան, գրավեցին, բայց հետո ետ կացին։ Ուրեմն հետում առաջինը չէ, հետում երկրորդը գրնալ կամ ոչ, հետում երկրորդը ինքնան մասնակցեցավ մողոլներու հաղթանակնող 1299-ին։ Նորեն մողոլները գրավեցին մամլուկներու վրա, գրավեցին Սուրյո մասմը և հետում երկրորդ թագավորը իրենց բանակին մեջն էր։ Եվ երկու վկայություն կան, որ իբրտե հետում երկրորդը մտած պիտի ելա Երուսաղեմ։ Եվ այդ ավանդություն է, որ գտածվեն Երուսաղեմ, իբրտե մտավ եւ հոն այս իր կավազանն էր, որ նվիրեց Սուրբ Հակոբյանց կյանքին։ Ինչ են ադաբացությունները, առաջինը ավազնայեցեք մանանագարը, Ֆրանկ մանանագար, որ սույս կուտա, ացիգա Ղազան մողոլ գայսրն է եւ յետևը հայոց եւ վրաց թագավորները, որ իր բանակի մեջ էին։ Եվ այստեղ մեմլուկները, որ գսպանելին կամ գպաղչին։ Եվ ճիշտ է, որ մասնակցած է հետում երկրորդը։ Սա ուրեմն ներսեց պարիենց անունով 50 տարի հետո մեկ հատ դավանապող, ոչ թե դավանապող, կախեդոնացած հայմն է, ներսեց պարիենցը, որ գկրե պացեի պած, որ Երուսաղեմի հետուն իմասին և մդյալ Երուսաղեմ։ Եվ կացյալ անդ 15 օր իբրտե ուրեմն Երուսաղեմ մտավ եւ հոն 15 օր մնաց։ Եվ ուրեմն այս հիմքի վրա որ գսեն որ բայց դեք չեմ օրնալ որ ներսես բալիենցը մոլերանտ կախեդոնացի է, կաթոլիկ։ Իսկ հետում երկրորդը ֆրանսիսկան եղբայր դարձավ։ Ուրեմն ներսես բալիենցին կորզին գուգար մեծացնել այդ հետումը։ Երկրորդ, ցույց կտան այդ արսանատությունը, որի պրտե, ուրեմն դեկարտակ, ես հետում երկրորդ եւ այլն, եւ գնիս Երուսաղեմ, ուրեմն բացեիպատ գրե վրա։ Հիմա այս արսանատությունը խնդիրը, որ վեկացույց կաբացույց մգա, որ գերձ է։ Ինչու, որև երբեք հայոց թագավորները թիվ չէին գրել։ Ուրեմն երբեք չեն գնալ գրել ես հետում երկրորդ։ Անգարելի է։ Սա ուրեմն սխալն է, որ այդ գերզի կնոց սխալ մնալ։ Տվականը գա, այստեղ տվականը գա, ճիշտ է, տվականը 1300, որը ճիշտ է, այդ ժամանակն է, այդ աշխատանքի տվականն է։ Բայց արդեն այդ ես հետում երկրորդը, սրե որ սա գերզ։ Եվ ես համարի 95% վստահ եմ, որ երբեք չեմ մտածել, որ ինչու ամենավաղացույցը, եթե մտածել է Երուսաղեմ, հիշադակարանը մի նշեին ադիգա։ Հայոց թագավորը, որ Երուսաղեմ կմտնե, ինչպես քրիստները չի դիարսական գեին ադիգա։
որը ներսից բարիեն ցենզակ ուրիշ ախր չի գա, որ գսյալի կապացի բաց։ Եվ ուրեմն սա ուրիշ խնդիր մնա հիմա այդ Երուսաղեմի բادرակարանի հարցը։ Չամչանը, ասիկա Չամչանի կորսն է, որը 1286-ին գրեց իր հսկա հայոց պատմությունը 3 օրով, բայց երկու խնդիրը Չամչանը անցյալ անգամ այդտեղ խոսած եղել մասին, մեմը ախուշի նշել եւ այսինքն երբեմն շատ կասկածելի բաներ։ Ուրեմն 1307-ին մեկատ ոգևոր բրագան Սիսի ժողովը կումարվեցավ, եղեցական ժողովը, որը շատ լատինամոլ եզրակացությունների հասավ։ Այսինքն լատինի եղեք, որ ինչու հուսալով, որ արևմուտքեն օգուտ պիտի ստանային։ Օրինակ ծնունդը դեկտեմբեր 25-ին տեղափոխել, ոչ թե հունվար 6-ին եւ այլն այդպես եւ ճիշտ է որ շատ մեծ ընդդիմություն եղավ այդ որոշումներու դեմ։ Ուրեմն Չամչյանը գսե որ Երուսաղեմի եպիսկոպոսը Սարգիս անունով չընդունեց Սիսի որոշումները եւ գնաց Եգիպտոս, որ այդ ժամանակ Երուսաղեմը Եգիպտոսի սուլտանի դաղն էր եւ սուլտանը իրեն նշանակեց Երուսաղեմի բادرիարք։ Եվ սա շատ է հիմա ամեն դեր, ոչ ամեն դեր, այս գրեթե կարդալ, որ Երուսաղեմի բادرակությունը այդպես հիմնվեցավ 1311-ին։ Խնդիրը որ մինչև հիմա ոչ մեկ աղբյուր չի գա ադիգա հաստատելու համար։ Եվ ավելի վա։ Մեմը գույշեք ցույց տալի այդ Արսենը Մոնտովայի Սիմեոնը որ կնաց արդեն բادرիարք գրված էր։ Դա 1311-ին շատ առաջ։ Եվ ուրիշ բան, ասցերակիրը թվականը գա, չագեն պեն, սա ուրեմն 1313 է։ Եվ ինչ գրված է առաջնորդության մերո նահանգից դեր Սարգիս, ոչ թե բادرյարկության։ Այսինքն Սարգիսը միայն առաջնորդ է 2 տարի հետո 1313-ին։ Ուրեմն չի գտնա բادرյարկը կոչված է նա։ Սա սխալ է այդ բادرյարկության հեքիաթն է այդ բادرյարկության գա, այսինքն Երուսաղեմի բادرյարկություն գոյություն ունի, բայց թվական մոդալ անկարելի է, երբ ճշգրիտ հիմնվեցավ։ Սա ուրեմն Պեկատոնորեն սրակին է 1321-ին Պեկատ ուրեմն Ստեփան Երգայն անունով նշանավոր քրիչը, որ Երուսաղեմ շատ ծրակիր ընդունեց։ Ranurեն Ջամփորդը Հակոբոս Վերոնայի Իտալիայեն 1335-ին գնացեք նորեն գսե այս Սուրբ Հակոբյանցին համար այդ երեցին շոկեր եւ մեծ է եւ հոն հայեր են, որը իսկական քրիստոնյաներ են, ինչ է չեմ դիրը, բայց այդպես է։ Եվ գսե հոն հայոց arczepiskopos-ը, տեսեք arczepiskopos-ը, ոչ թե բادرյարկը, այցելեցի 1335-ին։ Դա ճշմարակացնեմ, որ արդեն ժամանակը սա ուրեմն ավելի ուշ 15-րդ տարու խաչքարներ են նորայն Երուսաղեմ, կան իմ հատ կան այստեղ, ասիկ նեցեք միշտ այդպես հատուկ ոժովը, բադերու վրա են այդ խաչքարները միշտ։ Բոլորը 1420, 30, 40 ասնեցեք, ասիկա ասեք շաբիկա թիպկը որ շուտով լույս տեսնելու է Երուսաղեմի խաչքարներու եւ արտահայտություններու մասին։ Վերջապես ուրեմն հիմա ավելի ժամանակից մոդելանք այս երկու բادرյակները մեկը Աշակոբյանը Գրիգոր Շղթայագիր կոչվել։ Ինչու Շղթայագիր, որ այդ ժամանակ երբ հայերը շատ աղքատության մեջ էին եւ շատ վատ վիճակի մեջ էր Սուրբ Հակոբյանցը, ակին Բարդկելու դարը։ Ուրեմն այդ բادرյակը որոշեց, որ իր վիզին շուրջը շղթանը պիտի եւ մուրասկանություն պիտի ունե, մինչեւ որ այդ Բարդկելը չի դասկե, շղթան չի բիանե։ Այդպես է գքնել, այդպես դարիներ ընթացին։ Վերջապես Քումարը հավաքեց եւ Բարդկելը դասկեց եւ շղթան հանեց։ Գրիգոր Շղթայագիրը ոսկուր։ Այս ուրեմն նշանավոր քրիտարյաներն են, հիմա որ այս ուրեն ցակումը 1710-ի շուրջը 3 գրոնները որ այդ ուրեմն դաջարը կբաժնեն
Քրիստոսի դարձության տաճարը, այդ ուրեմն լատին հայ եւ հույն ուղղաբար, ուրեմն որոշեցին, որ պետք է զարդարել այդ բարերը։ Եվ հայերը պատվիրեցին այդ Քյութայա, որ մեծ նշանավոր կենտրոն էր, ուրեմն որպեսզի զարդարեն։ Բայց հետո հավանորեն, որ շատ հայկական ոճ էր, բան մյուսները չուզեցին։ Ուրեմն այս Քյութայաները փոխանակ ծնության դաջարի մեջ տները Սուրբ Հակոբյանցի մեջ տներին։ Դա յուրատեն իրենց մոտ էին։ Սա ուրեմն 1717-ին այս Քյութայաները ուրեմն ասիկաները շատ շքեր էին։ Բայց բադին վրա, այո, ամբողջ հայաց պատմում, շատ շքեր, և ուղղակի բադին վրա են, այդ Սուրբ Էջմիածին մադուրին բադին վրա։ Դե սա Սալոմեի և Սուրբ Հովհաննես Նվերնիչը դեր գլխավորությունը շատ շքեր կուրզել են։ Սա առաջին գիրքն է Երուսաղեմ տվակրված 1833-ին Սուրբ Հակոբյանց դպարանը սկսավ աշխատել։ Դա Եսայի երրորդ պատրիարքն է, որ շատ լուսանկարիչ արել, այս լուսանկարը ինքը քաշեց եւ ինքը հիմնեց այդ Սիոն անունով թերթը բարբերականը, որ դեռ հիմա գոյություն ունի։ Ասիկ առաջին համարը 1866 Սիոնի առաջին համարը։ Ասուրեմեն ասիկա նշանավոր Նորայ Բողարյանն է, հանգուց հիմա մերավ, ինքն է, որ բոլոր, որ նկարագրեց 11 հատորով բոլոր Երուսաղեմի գրեթե բոլորս են ցերեկները։ Սա հսկա կորսմն է, որ իրեն անմորալի դարձուց Նորայ Բողարյան։ Ես իրեն հանդիպած էի 90 թվականի շուրջը։ Ատեն լավ չէր վիճակը և կանի դարի հետո մերավ։ Վերջապես, ուրեմն ապես վերջացնենք այդ շոկեղը, ամենաշոկեղը բանավեգաններով, ուրեմն ինչպես էսի, 4 ռոսլին գա, ասիգա ուրեմն մեկ այդ ռոսլինի կորզմն է, այդ կարմիր զովու անցկը, ասար ուրիշ շատ նշանավոր ռոսլիմն է, սա 1269 նկարեց, երբ որ մոնղոլ բանակը անցներ Հորոմգլայքով, այսինքն կաթողիկոսարանիկով, երկտալու համար մեմլուկներու դեմ պայքարելու համար։ Եվ ուրեմն անոր համար ռոսլինը այդ 3 մոկ տակավարնու վրա մոնղոլներ նկարեց։ Եվ այստեղ արձանագրություն մգա, որ գսեք թաթարը 3 այսօր։ Այսինքն թաթարները այսօր հասել են։ Իբրպրիչ։ Դերն այսեք իշուգեություն, այդ ոսկիարանը բաները սա։ Վերջապես, վերջին նկարը ուծե ամենա նշանավոր մանալգարն է, սա Գերանտակուի ավետարանն է։ 1272 թվականին, հիշալագարյանը չի դար այդ նկարիչի անունը, բայց այստեղ ուրեմն գտեսնենք Լևոն երկրորդ տակավորը, իր ուրեմն տակուին, Գերանտակուին, և սա առաջին 5 զավակները 17 զավակի վրա։ 17 զավակ ունեցան, սա առաջին 5-ն է, սա ուրեմն աբակա հետում, այստեղ աբակա հետում տակավորն է, չէ, մեծ անցնանի գործին։ Սա արդեն ուծե ամենա զանոտ մանանգարն է, այս բոլորը Երուսաղեմի հարստությունն է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Արմեն։ Ֆրանկ ասյո, այդպես արևելքի մեջ ֆրանկ անվանեին եվրոպացիները։ Այո, ֆրանկ գսեին, ֆրանսային եկողն են, ասել չէ, կերմանացի խաչագիրը ֆրանկ կոչվի։ Ֆրանկ, այո, սա այո, պետք է ճշտեի, դե ոչ մին հայերն է, արաբներն է, ֆրանկ գսել է և արևմուտեն է եկած։ Այո, եվրոպացի, այո, ասենք հայ կաթոլիկը ֆրանկ չեն ոչվել։
Ուրիշ։ Այո։ Սիվրո հավանական, շատ հավանական է։ Հա։ Այն ինչ որ օդար երկիրներ, օդար ազգեր, օդար ժողովուրդներ, որոնք համը չունին եւ իրենք կգերծեն ամբողջ աշխարհին կգլեցնեն, որ ասիկա իրականություն է։ Իսկ մենք ամբողջ աշխարհի գլած մենք ինչու ուզենք իրենց իդ ստամոքսեն հանել։ Սա պաստում է, սա պաստում է, չէ՞ որ սա դեն շատ է, չեմ գնալ մանավասն պատմել, բայց շատ հստակ պաստակներ կան, ադոր համար վեճ, բայց ինչ է, չեմ է որ քեշպան է, չէ, այսինքն իրականությունը թարգմանեցին, որև կարևորը, որ իրականությունը գա, ադե կարևորը։ Ես ասի շատ հավանական է, որ գիալ եմ, ուշադրություն ես։ Ես հետումի գավազանի հետ կապված չհասկացա, ենթադրում եք, որ հետումներինը չեն, ու եթե չեն, ապա ումն է, ինչ հետում։ Այդ գավազանը գնա որ եւ ինչու հետում տակա, ավանդություն է, որ հետում տակավորի անունը գրե։ Ավանդություն է, սա գնա որ եւ մեկ, այդ գավազանը վիրակը դա Սուրբ Ագոպյան սպանքի։ Ինչու՞։ Չէ, տվական չի գա վրանը։ Չէ, տվական չի գա, սա ամբողջ ավանդություն մնե։ Ավանդություն մնե, որ ուրեմն այդպես կոչվի, հետում տակավորի գավազանը։ Շատ շուտ է, բայց նույնիսկ արվեստապաններ չեն գնահատել ճիշտ, այսինքն տվական որոշել։ Ասացիք, որ Հակոբ Անձվանքը կոչվել է կամ Առաքյալի կամ Քրիստոսի եղբոր անունով։ Եթե երկուքը միասին։ Ես լսել եմ, որ կոչվել է նաև Երուսաղեմի առաջին պատրիարքի անունով։ Այո, հատ վարգացնալ կա, այո, ուրիշ վարգացնալ կան, ամենատևից երկու Հակոբ է, հաստատ։ Այո, հիմա ընդունված դարբերակը ասեին, ընդունված դարբերակն ասեին։ Կցանկանայի հրովարտակներից բացի արաբալեզու որևէ այլ աղբյուրներում հիշատակվում են հայերի մասին։ Արաբական աղբյուրները, այո, շատ։ Արաբական պատմականությունը շատ կարևոր է հայոց պատմության համար։ Այո, անկասկած, պատմականները, չէ, պատմականները Երուսաղեմում։ Այո, պատմականները, արաբ պատմականները Երուսաղեմի մասին շատ հաճախ հայերուն կնշեն, այո։ Անգասկած։ Սիրան ուշը։ Մեկ ալ է, այո։ Այո, ասատ Անաստազից Սանգեն մեկ վանք մները, որ հետո ավելի ուշ ռուսերուն անցավ։ Սա չեմ դիր, բայց ռուսերուն անցավ, այո, ճիշտ է, այո, ռուսերուն ավելի ուշ, այսինքն ռուսերուն ներկայացում այդ Երուսաղեմ շատ ավելի ուշ եկան հայերունը։ Այո, սա 19-րդ դար, այո, շատ ավելի, բայց ավելի փող ունեին, չէ, վանք քնելու համար, բանի համար ավելի, այո, այդ ժամանակվա Պուտինն էր, որ Շնորհակալություն, ուղղակի այսպեսի հարց է, ինչպես ասենք, հաղորդումներում կամ երբ որ լսվում է ընդհանուր խաչակրած արշավանքների մասին, գրեթե երբեք չի խոսվում հայկական որևէ իրականության, ներկայության կամ հետքերի մասին։ Չէ, հիմա կամաս բարեբախտաբար
Ես այստեղ ալկա մեկանի պատմապաներ, որ բայկարենք ադոր մասին, որ հիմա ջանստր եւ կամաց կսկսենք ասենք 50 տարվա առաջ եթե պարտադեք շատ հսկա դեպերություն կա կամաց կանցադառնան այսինքն արևմտյան պատմակիցները կանցադառնան որ չեն գնալ հայկական դարը անդեսել չեն գնալ շատ կարևոր նայեցեք արդեն ամուսնական գաբերը արդեն եթե նայեք Ես չհասկացա 70 եկեղեցիների պատմությունը, դրանք ինչ-որ խորհրդանշական թիվը, թե իրոք 70 են եղել և ինչ են եղել դրանք։ Հատ է ծանգմն է, որ այդ վարտաբեդը, Անաստազանով վարտաբեդը ծանգմը կրեց և ետևի գնշը և վերջում գսե 70 և իսկավեց 70, ուրեմն գնշը, որ այդ ժամանակ, իր ժամանակ, որ 6 կամ 7-րդ տարն էր, այդ ժամանակ, ուրեմն իսկավեց 70 հայկական բանկեր կային։ Ամբողջ Երուսաղեմում թե միայն հայկական թաղամասում։ Չէ, հայկական թաղամաս չի կարա ժամանակ։ Հա, այն ժամանակ չկա։ Չէ։ Ամբողջ Երուսաղեմի մեջ, Երուսաղեմ մի քիչ դուրս է, չէ, օրինակ Ցիտենի լերը դուրսն է մի քիչ, այսինքն ճիշտ Բարիսպին մյուս կողմը, բայց կհամարվի Երուսաղեմ։ Շնորհակալություն շատ հետաքրքիր ելույթի համար։ Ուզում եի հարցնել, բացի Մելիզանդից, ուրիշ ինչ հետաքրքիր հայ իշխանուհի կա այդ Խաչակրաց շրջանում։ Գիտեմ, որ շատ լավ ուսումնասիրել եք։ Օրինակ իմ մայրը Մորֆիա, որ Բաղդին երկրորդին գինն էր, ուրեմն մեկ անգամ 1123-ին Բաղդինը քերի ինգավ, թուրքերուն քերի ինգավ, եւ Խարպերտ Պերտիմը մեջ բանդարված էր։ Նույն ադենը նաև Եդեսյո Կոմսը, Ժոստան, որուն գիներ հայ էր։ Ուրեմն Մոխվյան ինչ էր, և սա միայն ֆրանկ բատմակրությունը կկրե, հայերը իր մասին բան չեն, նույնիսկ մեր անգամ Մատեուս Ռուհայեցին գնշե ատակույն, առանց սելով, որ հայ էր, երկրկիտ բան է։ Ուրեմն այդ Մոխվյան ինչ էր, հայ զինվորներ կանչեց, իրենց սա պետք է ուրեմն հակուստներ հոգևորականի հակուստը է, ծեր կրբանը դաշույնը և պիտի խնդրեք, որ մտնեք պերտի մեջ։ Եվ այդպես, և մանալվար մգան նիսկ, որ ուրեմն այդպես հոգևորականներ կտեսնեն, որ ծերկը այդպես տակտված դաշույնը և կխնդրեն, որ մեկանի որ հոգևորական են, սգեցին, որ մտնեն։ Երբ հազի մդան, դաշույնները անեցին, բան և կոնե Եդեսյո Կոմսը գրստան ազատել։ Բաղդին տակավորը չի գրստան ազատել, բայց Կոմսինը, սա ուրեմն այդ և բացի բացը կրե այդ դյուրացի բատմությունը, որ տակույն qui était arménienne de naissance, որը ծակումով հայ էր։ Եվ ադոր համար հայ զինվորներ կանչեց և փորձեց այդպես իր ամուսինը ազարակրել։ Չգրտավ այս նորեն, հետո ազարեցին Բաղդին երկրորդն արը։ Այո։ Սալադինի հետ հայրը երբեք պրոբլեմ չեն դեպ, բայց որքան ես եմ հիշում, գուցե սխալվում եմ ուղղակի, թե այդպես է, Սալադինը կարծեմ շարժում էր Կիլիկիայի հայոց թագավորության դեմ մեծ բանակով և ճանապարհին ուղղակի վախճանվեց։ Այսինքն պատրաստում էր պատերազմել Կիլիկիայի թագավորության դեմ, այդ դեպքում ոնց է ստացվում, որ հայերի հետ խնդիր չի ունեցել, և երկրորդ հարցը, երբվանից հայերը դարձան Երուսաղեմի 1/4 օրինական տերը, և ինչ պայմաններում դա տեղի ունեցավ, ոնց դա մանարվեց, ուրեմն հիմնավորվեց օրենսդրորեն և ինչպես է մինչև այսօր պահպանվում։ Շնորհակալություն։ Ուրեմն սա առաջինը ես շատ թույլ պատասխանեմ, ես ասի, որ Երուսաղեմի հայերը խնդիր չունեցան։ Սալադինի, Երուսաղեմի հայերը։ Իսկապես իրեն Երուսաղեմի հայերը, այսինքն Սալադինը բնավ չի հարազեց։ Մնացածը քաղաքականություն է, իհարկե գուզեր գրավել հայոց թագավորությունը, բայց ուրիշ բան է։ Սա գրոնի հարց է, իբր, այսինքն գրոնի տեսակետով Երուսաղեմի հայերուն հանգիստ եկեց, ադեր իմ ասածս, Երուսաղեմի հայերը։ Հիմա, այդ բանը, այդ չորսի բաժանումը, սա Օսմանի սուլտաներն են։ Երբ որ սուլտաները
Օսմանիները մանուկներուն Երուսաղեմը գրավեցին 1517-ին Սելիմ առաջին սուլտանը մեմլուկներով վրա գրավեց, բայց ինքն ալ ամիջապես սա արաբ պատմությունը գսե որ ամիջապես ռովարդակները եւ սա իսկական ռովարդակներ որ քրիստոնյաներուն հանգիստ ցկեցին եւ իսկապես այդպես ալ եղավ բայց հետո գամած ուրեմն բույները եւ մանավանդ լատինները մի մոլակ որ ֆրանկները կամ լատինները ասեն կաթոլիկները իրենք արևմտյան պետությունները միշտ Օսմանի գայսրության դեմ պայքարի մեջ էին ուրեմն սուլտաններուն համար այդ Երուսաղեմի լատինները ասենք գնային իրենց տշտամիներուն հպատակներ էին ասենք ուրեմն վտանգավոր գնային նույնպես հույները իսկ հայերը ոչ ուրեմն նույն կարողությունն ուզեցին հայոց ասենք ոչ թե իշխանությունը կարևորությունը մեծացնել ի վնաս լատին եւ հույներուն եւ այդ համար ռովարդակներով 1727-ին սուլտանը բացեի հիմա արդեն վեճ այդպես է գացությունը եւ չի դիփոխվի եւ մինչեւ հիմա չի փոխվեցավ Լատին եւ մինչեւ հիմա լատին եւ հույները իրենց համար դժվար է տեսնել որ հայերը որ գրեթե ոչինչ կներկայացնեն քանակ այնքան դարաշ ունի եւ այդ ծննդյան եկեղեցի մեջ շատ ժշտիտ ծևով բաժանումներ են չլա որ մեկը կայմ դուրս տնե արդեն նորեն գազեմ 2-3 տարի առաջ այդպես վեժեր եղավ այդ բանի շուրջ ուշադրություն սա իմս է սա կուգլ է սա իմս է բայց ուրիշ բան ավելցնեմ հայերու իշխանությունը ուրիշ էջմենար ունի որ մյուս լատին հույն եւ այդ եկեղեցիներու դուրս ուրիշներ կան ռոպտիներ կան հագոպյանները կան ասորիները կան եթիոպացիները կան այդ բոլորը հայոց բազիալքը այդ բոլորի ինքը կներկայացնի երբ որ իրենք խնդի ունին միջ հայոց բադրիարքին գտիմեն այսինքն հայոց բադրիարքը ոչ կախկեդոնական քրիստոնյաներուն ներկայացուցիչն է որը դեռ ավելի մեծ կարևորություն իրեն գուր այդպես այսօր երևությունը ադե որտեղ դժվար է այդ ինչպես են ստատուս կվո պահպանել որև շատ քիչ իրեն հայերու բախտը ինչ է որ դիմացը ոչ թե մեկ դարմը գա որ գուզե իրենց այլ դարբեր դարերը ուրեմն ասենք լատին հույն հրյա արաբ ուրեմն բոլորին որոշ թեոպորզին ուգա որ ստատուս կոն պահպանել որ մյուսին չի այո չի տարնա եւ ադե ասիգա բադիարքին պետք է դիվանագիտություն պետք է շատ հմուտ դիվանագիտություն վարել այդպես առայժմ դեր գա այսինքն կա եւ մանավանդ այսինքն դեր 18-րդ տարուց ռովարդագի պայմանները դեր հարգված են բայց պետք է այդպես խաղալ չէ մեգոն ուսին տեն Շնորհակալություն պրոֆեսոր Մուտաֆյանին խեցբեգագույն նյութից սաղիմա հայոց գեղեցիկ պատմություն ուսելու հետաքրքիր նույնիսկ հումորով լցված անկասկած Սուրբ քաղաքի ուրեմն եւ տնօրինական տեղյաց հետ առնչված հայոց պատմություն շատ ծավալում է ահռելի գրականություն կա ուսումնասիրվել է եւ պիտի շարունակվի սկսած Մակարյոս Երուսաղեմացու թղթից որի ճիշտ է դրանով սկսում ենք եւ գուցե դրանով էլ ասենք ամենավերջին հետազոտությունը Աբրահամ Տերյանի նոր հրատարակած հենց նույն Մակարյոսի հայոց ուշադրությունը միշտ բևեռված է վրան Երուսաղեմը
բացի որ որպես ուրեմն կենտրոն տիրոջ գերեզմանի արկայության վայր հայոց ուշադրությունը միշտ գրավել է նաև հայ գրիչների, հայ միջնադարյան հեղինակների։ Երևի չունենք ավելի շատ նկարագրություն միջնադարյան որևէ քաղաքի քան Երուսաղեմի մասին է։ Ուրեմն տեղյակ տնօրինականացների մի ամբողջ շարք ունենք, բոլոր հայ հեղինակների կողմից տպագիր եւ անտիպ, որ անցել են քաղաքով, նկարագրել են Անաստասի մասին այստեղ խոսվեց, անկասկած այդ եկեղեցիները շատ հետաքրքիր են, Ռուբիկը կարծեմ հարցրեց, համարյա բոլոր հայոց նախարարական տները եկեղեցի ունեցել իրենց անունով։ Եվ արդեն Անաստասը, որ նկարագրում էր, անկախ թվագրությունից 7-8-րդ դար է կամ ավելի ուշ շրջան է, նույնիսկ նկարագրում էր, թե արդեն որն է հայոց ձեռքից դուրս եկել եւ անցել տաջիկների, ինքը ասում է տաջգած, այսինքն արաբների ձեռքը, հետո այդպիսի մի ցուցակ եւս կա Ալեքսան Հակոբյանը հրատարակեց քննական բնագիրը, որ 10 խորանցու մոտ է պահպանվել, ուշ միջնադարում ուրեմն հայոց առաջին ուրեմն այսօրվա տերմինով ասած գայդը, որ հրատարակվեց, դա Սուրբ քաղաքի ուղեցույցն էր, Հովանես Սաղիմական վարդապետի տված Հովանես Հաննայի հրատարակած Երուսաղեմի գայդն էր, հայերը հետևում էին խոշոր այսօրվա տերմինոլով էլի ասած մշակութային տուրիզմ ունեցող խոշոր քաղաքներին Երուսաղեմ, Պոլիս, Հռոմ եւ երեքը իրար հետևից միջնադարյան հունան թողատեցին հրատարակեց Հռոմի գայդը 1725-ին Ինջիջյանը Պոլսի նկարագրությունը, որոնք թարգմանվեցին եւ ոչ միայն հայ մատենագրական նմուշ են, առաջին հրատարակություններն։ Շնորհակալություն Արմենին, անկասկած եւ վերջի բանն էլ ասեմ, մինչեւ ձեր հարցի հետ կապված իմ դիտողությունը ուղղակի կամ նկատողություն այսպես։ Անկասկած գիտության մեջ գիտական կեցվածքը շատ կարևոր է։ Եվ երբ որ հետազոտողը պնդում է, որ փաստաթուղթ ապոկրիֆ է, ավելական չէ, դա չի նշանակում, որ ինքը արժեզրկում է աղբյուրը, ոչ։ Տեսեք, Մուհամմեդի, Օմար, Ալի մարգարեների գրությունները Սուրբ քաղաքում հայոց իրավունքների մասին տրված կրկնակի եռագի ավելի արժեքավոր են, եթե իրենք ապոկրիֆ են։ Հասկացաք ինձ։ Եթե իրենք անվավեր են, ավելի են արժևորվում, որովհետև իրենք այնուամենայնիվ հիշու զեկուցողը շեշտեց մի կարևոր բան։ Ճիշտ է, իրենք ապոկրիֆ են, բայց ի վերջո կատարվել է դա։ Այսինքն ուշադիր եղեք, նա ֆիքսել է ինչ-որ ստատուս քվո։ Ճիշտ է, ինչպես այսօր քաղաքի ստատուս քվոն, որ սահմանված է եւ հսկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից, չէ՞։ Այսքանը, շնորհակալություն Արմենի բոլորիս անունով։